Ողջունում եմ ձեզ, այսօր մեր Արմպերիոյի հերթական փոդքասթն է և մեր հյուրն է Հրանտ Յուրիվիչը, ողջունում եմ ձեզ Հրանտ Յուրիվիչ, շնորհակալություն, որ չմերժեցիք, ներկայացնեմ ձեզ ԵՊԲ-ի մանկական ստոմատոլոգիայի և օրտոդոնտիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Հայաստանի օրտոդոնտների ասոցիացիայի նախագահ, Ալֆաստոն բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, Առողջապահության նախարարության մանկական ստոմատոլոգիայի և օրտոդոնտիայի գծով խորհրդատու։ Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք։ Այսօր հույսով եմ կունենանք հետաքրքիր եւ բովանդակալից զրույց։ Խոսելու ենք օրտոդոնտիայի կապը պերիոդոնտոլոգիայի հետ։ Նախ եւ առաջ խոսենք, թե օրտոդոնտիկ շարժերը ինչպես են կապված պերիոդոնտի հետ։ Նախ շնորհակալություն հրավերքի համար։ Տեսեք, ստոմատոլոգիան կարծում եմ դա մի ընդհանուր գիտություն է, որտեղ իհարկե բերանի խոռոչի բոլոր հատվածները մեկի մյուսի հետ շատ կապված են։ Դա զուտ մեխանիկորեն բաժանում է միգուցե մասնագիտությունների եւ իհարկե, եթե մենք խոսում ենք ատամների տեղաշարժի մասին, ատամների տեղաշարժը տեղի է ունենում իհարկե պերիոդոնտի հյուսվածքների հաշվին եւ զուգահեռ։ Եվ իհարկե այդ կապը շատ սերտ է եւ շատ կարեւոր է։ Հաճախ պացիենտները պատկերացնում են, որ այդ շարժերը ատամների տեղի են ունենում, հենց միայն ատամների շարժը տեղի ունենում եւ չեն պատկերացնում, ցավոք նաեւ որոշ բժիշկներ շատ ժամանակ հաշվի չեն առնում, հա, միգուցե այդ շարժերը եւ պերիոդոնտալ հյուսվածքների բորբոքային վիճակները եւ միգուցե որոշ դեպքերում սկսվում են օրտոդոնտիկ շարժեր առանց պերիոդոնտալ հյուսվածքների առողջությունը ապահովելու։ Տեսեք, ատամների տեղաշարժը իրականում դա օրգանիզմի կողմից ստեղծված մի բնական եւ պաշտպանիչ process է, դա իրականում ամբողջ կյանքի ընթացքում հնարավոր է եւ ինքը տեղի է ունենում եղած դեֆեկտներ, օրինակ պացիենտը ատամ կորցրեց կամ ինչ-որ այլ խնդիր եղավ, ատամների տեղաշարժման հաշվին այդ դեֆեկտները սկսում են կրճատվել։ Եվ իհարկե դա տեղի է ունենում ակտիվ ոսկրափոխանակման եւ ակտիվ նյութափոխանակման հաշվին ոսկրային հյուսվածքի շրջանում եւ եթե պարոդոնտի առողջություն, այսինքն սարմատի շուրջ հյուսվածքների առողջությունը լիարժեք չեղավ, այդ process-ը կարող է տեղի չունենալ կամ տեղի ունենալ պաթոլոգիական արդյունքներ։ Շատ հաճախ օրտոդոնտիան մեզ համար, պերիոդոնտոլոգների համար բուժման մեջ կարևոր դեր ունի, որոշակի խնդիրներ ենք լուծում, որը չէինք կարող առանց օրտոդոնտիկ բուժման լուծել։ Խոսենք այդ մասին։ Եվս միգուցե կկրկնվեմ, ասեմ, որ այդ երկու մասնագիտությունների համագործակցությունը շատ կարևոր է։ Պարոդոնտոլոգիան եւ օրտոդոնտիան դրանք ստոմատոլոգիայի ճյուղեր են, որոնք պահանջում են երկարատև նեղ մասնագիտացում, բայց կարծում եմ մեկը մյուսի մասնագիտական մոտեցումները պիտի պատկերացնեն եւ իմանան եւ շատ սերտ համագործակցեն ավելի լիարժեք արդյունքի համար։ Նաեւ շատ ակտուալ այն հարցը, որ վերջի տարիներին մեծահասակ պացիենտների, մեծահասակ մենք որ ասում ենք, խոսքը գնում է 18 տարեկանից բարձր անձանց մասին, ովքեր կարիք ունեն օրտոդոնտիկ բուժմանը, եւ նրանց դեպքում իհարկե պերիոստատուսի գնահատումը եւ վարումը առավել ակտուալ է, քան երեխաների դեպքում։ Վերջին տարիներին միանշանակ աճել է, չէ՞, օրտոդոնտիկ պացիենտների տարիքային խումբը, կարծում եմ, այսինքն էսթետիկ նկատառումներից ելնելով էլ մարդկանց շատ ավելի կարևոր է դարձել իրենց ժպիտը, բերանի խոռոչի առողջությունը եւ հասում, այսպես ասած, հասում պացիենտների աճ ունենք քանակապես, այսինքն մարդկանց շատ ավելի կարևոր է այսօր ունենալ ոչ միայն էսթետիկ արդյունք, այլ նաեւ ֆունկցիոնալ եւ էսթետիկ արդյունք։ Շատ ճիշտ ասացիք, որ տեսեք, այո, մեծահասակների քանակը ավելացել է, որ կարիք ունեն օրտոդոնտիկ բուժման մի մասը էսթետիկ տեսանկյունից եւ երկրորդ մասը, որ ավելացել է եւ բարձրացել է մեր ստոմատոլոգների գրագիտության աստիճանը, որոնք առաջնահերթությունը տալիս են նաեւ ֆունկցիոնալ արդյունքի։ Իսկ ֆունկցիոնալ արդյունք առանց ատամնաշարի լիարժեք դասավորվածության շատ անգամ հնարավոր չէ եւ ատամի հյուսվածքների հնարավորին չափ քիչ շղկելու, մշակելու համար
իհարկե պահանջվում է ճիշտ եւ ուղիղ ատամնաշարժ, որը արդեն օրտոդոնտը պիտի ստեղծի պարադոնտոլոգի հետ միասին միջև հիմնական օրինակ օրտոպեդիկ վերականգնումը, այսինքն ատամնապրոթեզավորում։ Սա հիմնական պատճառներից մեկը, որ նաև օրտոդոնտիկ աշխատանքի կարևորությունը եւ դերը ավելի է բարձրանում տվյալ դեպքում որպես մի հատված ընդհանուր բերանի խոռոչի ռեաբիլիտացիայի ընթացքում։ Խոսելով պերիոդոնտոլոգիայի մասին, առաջին հերթին պետք է խոսենք բավարար բերանի խոռոչի հիգիենայից։ Հաճախ օրտոդոնտիկ խնդիրները, այսինքն այն պացիենտները, ովքեր ունեն խճողումներ, ատամների սխալ դիրք, իրենք չեն կարողանում նորմալ բերանի խոռոչի պատշաճ հիգիենա պահել, եւ դա առաջացնում է հետագա պերիոդոնտալ խնդիրներ եւ խորացնում այդ պերիոդոնտալ խնդիրները, եւ օրտոդոնտիան մեր համար դառնում է օգնող մի ոլորտ, որը կօգնի մեզ ուղղել ատամների դիրքը եւ պացիենտին թույլ տալ իրականացնել պատշաճ հիգիենա։ Ինչպես կատարել կոնտրոլը պացիենտների օրտոդոնտիկ բուժվող, որովհետեւ մենք գիտենք, որ հաճախ հենց հիմնական խնդիրը դա է լինում եւ եղել են արդյոք դեպքեր, որ բրեկետները հեռացնեք, որովհետեւ պացիենտը չի պահել պատշաճ հիգիենա։ Այո, իհարկե շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Օրտոդոնտիկ բուժման ընթացքում նամանավանդ եթե անշարժ տեխնիկա է կիրառվում, այդ մեզ ավելի լսելի բրեկետ համակարգերը, որ ասում են, նրանք ունեն մի մեծ խնդիր կախված հիգիենիկ միջոցառումների հետ։ Եթե հիգիենան պատշաճ չի կատարվում, իհարկե մեր ատամները վնասվելու հնարավորություն ունեն եւ պարտադիր մենք X ամիսները մեկ ուղղորդում ենք տվյալ պացիենտին, նամանավանդ երեխային, պարադոնտոլոգիի կամ հիգիենայով զբաղվող անձանց մոտ, որպեսզի այդ խնդիրը տեսնեն, լուծեն եւ փորձեն վերացնել։ Եվ այն դեպքերում, եթե կրիտիկական վիճակը դառնում եւ մենք չենք կարողանում այդ հիգիենիկ հավասարակշռությունը պահել, մեկ-մեկ բուժումը ավարտվում է ժամանակից շուտ։ Ժամանակակից մեթոդներից, որ հարցրեցիք, ասում մենք փորձում ենք կլինիկայում կիրառել տելեմեդիցինայի որոշ էլեմենտներ, այսինքն լինում ենք ծնողների կապի հետ հատուկ ֆոտոների միջոցով, որպեսզի ծնողները տեսնեն բերանի խոռոչի վիճակը եւ եւս փորձեն տնային պայմաններում հետևեն հիգիենայի արդյունքին։ Եվ որպես հավելում ասեմ, որ ներկելու միջոցով փառը հիմա շատ հաճախ դա կիրառում ենք եւ բավական օգնող միջոց է հանդիսանում, երբ հստակ պացիենտը եւ ծնողը տեսնում են կամ եթե մեծ հասակի պացիենտ է, տեսնում են թե որ հատվածներն են վատ մաքրում եւ հստակ ցույց ենք տալիս, քանի որ շատ հաճախ պացիենտներին թվում է, որ իրանք կատարում են պատշաճ կերպով, բայց տեսնել եւ զգալ դա ուրիշ հասկացություններ է։ Միանշանակ համաձայն եմ ձեր հետ, շատ կարևոր մեթոդներ են, որոնք ավելի ակնհայտ են դարձնում եղած խնդիրը։ Ժամանակակիցներից նաև եթե հետաքրքրած նշեմ, այդ ֆոտոնկարումը, որ ասվեց, հիմնական ժամանակակից մեքենաներ, որոնք արհեստական բանականության միջոցով են ակտիվ ահազանգում, որ տվյալ դեպքում այս նկարների մեջ կան այս խնդիրները եւ բժիշկները արդեն առավել ուշադիր են լինում այդ պացիենտների շրջանում, որ նկարների վրա հայտնաբերվեց այդ։ Այո, որպես ապագայի տարբերակ։ Այո։ Արհեստական բանականությունը ակտիվ կերպով մեր առօրյա է ներխուժում։ Շատ ակտիվ։ Այո։ Հրանդիրովիչ, խոսեցինք բրեկետների անշարժ համակարգով բուժման մասին եւ մենք ունենք մի շարք մեթոդներ օրտոդոնտիկ բուժման, մի շարք նույն кейսում, հա, նույն կլինիկական դեպքում որոշակի տարբեր բուժման տեխնիկաներ եւ սարքեր կիրառելու տարբերակներ եւ կարևոր համագործակցություններից մի կետը պերիոդոնտոլոգի եւ օրտոդոնտի հենց տեխնիկան, օրտոդոնտիկ տեխնիկան ընտրելու մեջ է։ Հենց նույն փառի կուտակման տեսանկյունից եւ այլն։ Խոսենք մի քիչ այս մասով, թե ինչպես է կատարվում տեխնիկապես որ տարբերակով ընտրել տվյալ պացիենտի համար բուժում։ Եթե ես դեր հարցը ճիշտ հասկացա, խոսքը գնում է
տեխնիկայի ընտրությունը, այսինքն ինչպիսի տեխնիկա կիրառել։ Օրինակ, հիմա լայն տարածում են գտել էլայներներով բուժումը, խոսենք մի քիչ այդ մասով, որովհետև պացիենտների մեծ մասին թվում է, որ էլայներներով որոշակի սահմանափակ բուժումներ է կատարվում, բայց ես գիտեմ, որ հիմա բավական ընդլայնվել է էլայներների բուժման ծավալը։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Տեսեք, հարցի մի փոքր երևի պատմական ակնարկան են, որ ավելի պատկերացնելի լինի։ Ուրեմն էլայներները արդեն 20 տարի ավել գործում են եւ առաջինները ստեղծվել են Միացյալ Նահանգներում եւ նպատակը եղել է, որ փորձել ավելի, այո, դուք ճիշտ եք, ավելի པարզ դեպքերը լուծել ոչ ավելի մեծ պրոֆեսիոնալիզմ ունեցող անձանց կողմից։ Այսինքն ինչ որտեղ ինչ որ ուղղորդել ատամների տեղաշարժը։ Ժամանակակից օրթոդոնտիայում մի քիչ փոխվել է վիճակը, ծրագրավորումն է ավելի հզորացել, նյութերն են ավելի հզորացել եւ այսօրվա ժամանակակից էլայներները նրանք կարողանում են կատարել ցանկացած բարդության բուժում, որը որ կարելի է անցկացնել իրականում անշարժ տեխնիկայի միջոցով, այսինքն բրեկետների միջոցով։ Եվ իհարկե ստեղ կարևոր դերակատարումը կլինի բժշկի կողմից, այսինքն թույլ կարծիքը, թե էլայները կպատվիրեն, կդնեն եւ ատամները կուղվեն, իրականում դա այդպես չէ, եւ շատ կարևոր է, որ ճիշտ արտադրության էլայներներ լինեն, որտեղ այսօր կարելի է ցանկացած տեղ եւ կլինիկայում ինքնարտադրությամբ զբաղվել, շատ կարևոր է, որ կոնցեպտը ճիշտ լինի եւ ուղղման process-ը ճիշտ կազմակերպված լինի, հերթականությունը ճիշտ կազմակերպված լինի եւ թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում, անպայման պետք է բժիշկը վերահսկի եւ վերջո բուժման պատասխանատուն բժիշկն է։ Շատ կարևոր բան փաստենք, որ տեսեք կա հասկացողություն օրթոդոնտիայում շատ կարևոր բուժման պլան, այսինքն ինչպիսի ատամների եւ գործողությունների հերթականություն պետք է տեղի ունենա, որ մենք այդ արդյունքը եւ վերջո ունենանք։ Երկրորդ հարցն է, թե մենք այդ արդյունքը կանենք ֆիքսված կամ ոչ ֆիքսված, վալ դեպքում էլայներների միջոցով ստեղ արդեն խնդիրը չի բերվում։ Այսինքն էլայներների միջոցով, այո, ժամանակակից էլայներների միջոցով հնարավոր է լուծել գրեթե ամենաբարդ խնդիրները։ Մյուս հարցը, որ ելի մի քիչ դեպի ավելի պերիոդոնտոլոգիա գնանք, կարող ենք համարել, որ անշարժ ֆիքսված բրեկետ համակարգ կիրառելու դեպքում, ստանդարտ մետաղական բրեկետների դեպքում ավելի վատ հիգիենա կարող է պացիենտը ունենալ, քան ժամանակակից բրեկետների դեպքում։ Այսինքն կա տարբերություն, թե հստակ պացիենտի հիգիենա կատարելու մեջ է կարևորությունը, ոչ թե էլեմենտների։ Տեսեք, կան հետազոտությունների մակարդակով փորձեմ ձեր հարցին պատասխանել, որ տեսեք, ստեղ ոչ թե բրեկետի նյութի կամ բրեկետի տեսակի մեջ է խնդիրը, ավելի շատ հետազոտությունները ցույց են տալիս այն մեխանիզմը, թե ինչպես է աղեղը, այդ լարը, որ մենք բերանի մեջ տեսնում ենք, նա է ատամները ուղղում, բրեկետը ընդհանրապես մի մեխանիզմ է, որ այդ լարի ուժը փոխանցում է ատամին։ Եվ կարևորագույն էլեմենտն է, թե ինչ կերպ է այդ աղեղը ֆիքսված բրեկետին։ Եթե դա ինչ որ լատեքսից ռեզինը, փոճուրիկ օղակներ են, ինչ որ պտուտակներ են, որոնց շուրջը ավելի շատ կերակուր կարող է հավաքվել, իհարկե գիգիենիկ վիճակը մի քիչ ավելի բարդանում է։ Իսկ բրեկետներ կան, որոնք կոչվում են ինքնակապվող, ասենք սամալիգիրուշի, ասենք ռուսերեն, նրանք կարիք չունեն այդ էլեմենտների ավելացմանը, որի հաշվին գիգիենիկ ստատուսը լինում է ավելի բարձր մակարդակի վրա, այսինքն հիմնական տարբերությունը սրա մեջ է, դա խոսքը չի գնում, որ մի բրեկետը հին կամ նոր է, այլ տարբեր սերնդի բրեկետներ են, որ արդեն բժիշկն է որոշում, ամեն մեկը ունեն եւ իրանց դրական եւ բացասական կողմերը, սա արդեն խնդրի մեկ ուրիշ մասն է։ Հիգիենիկ առումով իհարկե այդ ինքնակապող բրեկետները նրանք ունեն առավելություններ։ Այսինքն կարող ենք փաստել, որ եթե պերիոդոնտոլոգը օրթոդոնտի հետ համագործակցում է, նման
էլեմենտները որոշելուց սկսած համատեղ կարելի է որոշել արդյոք արժե այդ ուղղությամբ գնալ տվյալ պացիենտի դեպքում, թե եթե հիգիենան տուժելու է, եթե տվյալ պացիենտը չի կարողանալու պատշաճ հիգիենա իրականացնել, գնալ այլ ուղղությամբ, որպեսզի ավելի հեշտացնել եւ դրական արդյունք վերջում ստանալ։ Միանշանակ եւ ես ձեզ ավելին ասեմ, օրինակ մեր կլինիկայի փորձով մենք անպայման, եթե պացիենտին պիտի բուժումը սկսենք եւ եթե տեսնում ենք մի փոքր ինքը շատ չնչին հիգիենիկ խնդիր ունի, անպայման իրեն հետ զուտ պարադոնտոլոգն է աշխատում եւ մենք մի ամիս եւ ավել հետեւում ենք ինչքանով պացիենտը սկսեց իր հիգիենիկ միջոցառումները ճիշտ կատարել, ինչպիսի ստատուսի հասավ բերանիկ հիգիենան եւ ըստ այնմ նոր որոշում ենք թե ինչպիսի տեխնիկա կիրառենք։ Նույն էլայներները, այդ դեպքում էլայներների դրականը նա է, որ էլայներները կարելի է հանել առանց էլայներների ճաշել, իսկ մենք գիտենք, որ նաև մեր հիգիենան ահագին ավելի լավանում է, երբ որ մենք կոշտ բան ենք ծամում, եւ մանատիպ պացիենտներին իհարկե ավելի շատ գնում ենք դեպի էլայներ։ Իսկ եթե հիգիենիկ վիճակը տեսնում ենք, որ դառնում է բավարար, իհարկե այդ դեպքում կարելի է ընտրությունը կատարել նաև անշարժ տեխնիկայի ուղղությամբ։ Հրանտ Յուրիչ, ես գիտեմ, որ դուք ունեք մի շարք պատմություններ հետաքրքիր եւ կխնդրեմ այսօր մեզ հետ կիսվել մի զավեշտալի դեպքով։ Տեսեք, իրանց տարիների մեջ իհարկե շատ կան, բայց երևի ավելի զավեշտալի դեպք այն է, որ գիտեք, որ օրթոդոնտիայում մենք նաև օգտագործում ենք շարժական սարքեր, ավելի շատ փոքր տարիքի երեխաների համար եւ շատ անգամ այդ երեխաները գալիս են եւ այսինքն այդ սարքը տեսնում ենք, որ բերանի մեջ ինչ-որ խնդիր ունի եւ շատ անգամ մտածում ենք միգուցե գրպանից ընկել է կամ ինչ-որ միտեղ դեֆորմացվել է, որ չի համապատասխանում բերանի մեջ, այդ դեպքում շատ բազունակ երեխա էր, ասեցինք, «Վալոս, ինչի է սարքը բերանիդ մեջ չի տեղավորվում, ինչ-որ տարբերություն կա»։ Ասում է դե գնացել է, ասում է բակի տղաներն է ուզեցին, ասում է տվեցի, փորձեցին, դրանից հետո այն բերանում չտեղավորվեց։ Երևի ամենը։ Ես էլ պատմեմ մի զավեշտալի դեպք, երևի ձեզ չեմ պատմել, դուք ուղղորդել էիք պացիենտին ինձ մոտ պերիոդոնտալ խնդիրով, դուռը թակեց, երեխայի հայրը ասեց կներեք, մեզ ուղարկել են պերիֆերիստ, չէ, պերֆեկցիոնիստի մոտ, ասեցի կներեք, մենք պերֆեկցիոնիստ չենք, ոնց որ մեր մասնագիտությունը պարադոնտոլոգիան է, բայց փորձում ենք մեր մասնագիտության մեջ լինել պերֆեկցիոնիստ։ Այո, ես եւս հարցից օգտվելով ցանկանում եմ Հայաստանի եւ ամբողջ պերադոնտոլոգիային, որպեսզի պերֆեկցիոնիզմով տարապեն, լավ իմաստով հիշամ մեր պացիենտներին։ Կարծում եմ մեր համատեղ ջանքերի շնորհիվ, այո, կհասնենք այն կետին, որ կունենանք լավագույն արդյունքներ բուժման եւ այո, պետք է կարծում եմ հենց օրտոդոնտները եւ պերիոդոնտոլոգները լինեն պերֆեկցիոնիստ, որովհետեւ խոսքը փոքր շարժերի եւ փոքր արդյունքների մասին է, որոնք բերում են վերջում գեղեցիկ արդյունքների։ Եվ պետք է խնդրեմ այսօր ընդհանրացնելով եւ մեր զրույցը որպես ամփոփիչ մի քանի կետով ասեք, թե մի քանի կետ նշելու դեպքում որոնք հենց կնշեիք, որ համատեղ օրտոդոնտիկ եւ պերիոդոնտալ բուժման դեպքում պետք է կարևորեն բժիշկները։ Տեսեք, եթե խոսենք ժամանակակից ստոմատոլոգիայի զարգացման էտապի մեջ, ինչ է պետք օրտոդոնտիկ բուժման պլանի մեջ մտցնել, կարծում եմ դա շատ կարևոր հարց է, որ ոչ միայն ունենանք գեղեցիկ ժպիտ, ոչ միայն ունենանք ֆունկցիոնալ ժպիտ, տեսեք, ֆունկցիոնալ, որ ասում եմ, այսինքն սատամնաշարը մեկը մյուսի հետ ճիշտ աշխատել եւ այլ, շատ կարևոր է, որ մեր մոտ արմատները լինեն ոսկրի մեջ։ Սա կարծում եմ ոսկրի մեջ խոսքը գնում է նրա մասին, որ մենք հիմա եռաչափ այդ կատե ասածը, որ մեր հարգելի ունկնդիրները գիտեն, կատեն, որ արվում է օրտոդոնտիկ բուժման ժամանակ մենք փորձում ենք գնահատել արդյոք արմատները մեր ոսկրի կենտրոնում են գտնվում, այսինքն ինչքանով են մեր արմատները շուրջ ունեն ոսկրային շերտ
եւ երկրորդը ինչքանով են արմատները մեկը մյուսի հանդեպ ճիշտ դասավորված, այսինքն եթե արմատները շատ մոտ լինեն եւ ոսկրային շերտը լինի սակավ, պերիոդոնտոլոգիայի առումով սա բավարար վիճակ չէ, եւ եթե ատամները կենտրոնում չեն գտնվում ոսկրի, նաեւ կարող են լնդային ապաճ կարող ենք ունենալ, այսինքն սա երևի թե մի կարևոր նոր խնդիրների մասին է, որ տարիներ առաջ միգուցե մենք այդքան սա հաշվի չէինք նում եւ բուժման պլանավորման ժամանակ մենք դրա համար նաեւ այս եռաչափ նկարներն ենք շատ անգամ պացիենտից պահանջում եւ օգտագործում։ Երկրորդ կետը երևի դա իհարկե գիգիենան է, որի մասին մենք որ խոսեցինք, որտեղ առանց համապատշաճ գիգիենայի մենք չենք կարող ունենալ առողջ ատամնաշար եւ միշտ բժիշկը պետք է դա հետևի պարադոնտոլոգների հետ համատեղ եւ ցանկացած այցի ժամանակ թիվ առաջի հարցը պիտի լինի, որ նա պիտի ստուգի վիճակը։ Տեսեք, կարևոր կարծում եմ գործոններից մեկը նա է, որ ստոմատոլոգիայում պիտի լինի միջմասնագիտական ճիշտ համագործակցություն։ Այսօր մի քիչ այնպիսի վիճակ է, որ մենք ունենք կլինիկաներ, սոլո կլինիկաներ, որտեղ մեր երկու բժիշկ են աշխատում, տեսեք, շատ քիչ է պատահում, որ մի բժիշկը թերապետում է բոլոր ստոմատոլոգիայի ճյուղերին, մենք ասեմ ձեզ նույն արտասահմանյան փորձով ունենք 9 ճյուղավորում ստոմատոլոգիայի մեջ, առաջի հայացքից թվում է, թե մի ստոմատոլոգիայի է վերջ, բայց ունենք մասնագետներ, որոնք ամեն մեկը աշխատում են մի ոլորտի մեջ, ավելի լավ արդյունքներ տալով եւ չեն մտնում մյուսի դաշտ։ Նմանատիպ վիճակներում իհարկե շատ կարևոր է ճիշտ համագործակցություն, այսինքն պացիենտի աշխատանքը սկսելուց առաջ նամանավանդ, եթե այդ մասնագետները կարող են մի պացիենտի հետ աշխատեն օրինակ տարբեր կլինիկաներում, շատ կարևոր է, որ բուժման պլան հասկացողությունը լինի, ի սկզբանե նրանք օգտագործելով ժամանակակից հնարավորությունները, համակարգչային ծրագրեր եւ այլ, լինելով ֆիզիկապես տարբեր տեղերում, գծեն եւ նախագծեն պացիենտի բոլոր քայլերը, որ մեկը մյուսից հետո ճիշտ շարունակություն ունենա, նամանավանդ խոսքը գնում է պարադոնտոլոգների, օրտոդոնտների համագործակցությունը, խոսքը գնում է պրոթեզավորման մասնագետների, այսինքն բժիշկ օրտոպեդների, իմպլանտոլոգների, չեմ ասում, որ սկսած մանկական ստոմատոլոգների, շատ կարևոր է, որ ճիշտ համագործակցություն լինի, որ պացիենտը տարիներ ծախսելով իր այդ ընդհանուր բուժման մեջ արդյունքում ստանա լավագույնը, ինչ որ կարելի է տվյալ կեսի տվյալ դեպքի համար ունենալ։ Եվ երկրորդ հարցը իհարկե դա փափուկ հյուսվածքների մենեջմենտն է, որը այսօր երևի միջազգային ասպարեզում շատ կարևորվում է, որ պիտի նաև օրտոդոնտիկ բուժումը պարադոնտոլոգների հետ այնպես պլանավորվի, որ մենք ունենանք նաև ճիշտ համադրություն մեր սպիտակ եւ վարդագույն հատվածի բերանի խորոչի, այսինքն սանել այնպես, որ մեր լնդային հատվածը լինի հնարավորինս բարվոք վիճակում, դա հիմնականում ապահովում է արմատների եւ ոսկրի մեջ իր դիրքի ճիշտ փոխհարաբերությանը, արմատների փոխհարաբերությանը եւ արմատների մեկը մյուսից հեռավորությանը, սա մի քիչ մասնագիտական բաներ են, բայց իհարկե եթե մեր ընկերների մեջ նաեւ կլինեն մասնագետներ, ես մի փոքր համար ակնարկեմ այդ խնդրի մասին, որ շատ կարևոր է, որ բուժման պլանի մեջ նաև այս էլեմենտները ներգրաված լինեն եւ պարադոնտոլոգը եւ օրտոդոնտը միշտ հետևեն այլ կետերի իրականացմանը միջև բուժման ավարտը, այսինքն միայն որ ատամները գեղեցիկ դասավորվեն, միայն որ լինեն ֆունկցիոնալ, այսօր բավարար չի, եթե մենք ունենք բացակայություն ատամների շուրջը գեղեցիկ վարդագույն հատվածի, որը էսթետիկ տեսանկյունից այլ կերպ անցալվում։ Հրանդիրուհի, շատ շնորհակալ եմ զրույցի համար, կարծում եմ այսօրվա մեր զրույցը ոչ միայն պացիենտների համար, այլ նաև բժիշկների համար, մեր գոլեգաների համար կարևոր զրույց կլինի եւ վերջում, ինչպես միշտ ես ունեմ որոշակի բլից հարցեր։ Փորձեմ պատասխան։ Հրանդիրուհի, տալու եմ ձեզ որոշակի բլից հարցեր։ Բրեկետներով պացիենտի ամենասիրելի նախադասությունը որն է։ Մի քանի ամիս հետո երբ ենք ավարտել։
Օրտոդոնտիկ բուժման ամենակարևոր գործընկերը ով է։ Պերիոդոնտոլոգները։ Պացիենտ- Երկրորդ տեղում ռենտգենոլոգները։ Այո։ Պացիենտը ասում է, ես լավ եմ մաքրում ատամներս, դուք հավատում եք, թե ստուգում։ Պարտադիր ստուգում։ Ամենաշատը ով է վախենում բրեկետներից, պացիենտը թե լնդերը։ Օրտոդոնտները։ Պացիենտը ասում է, բրեկետները մաքրելը դժվար է, որն է ձեր պատասխանը։ Դժվար է մեծ հարցին պատասխան։ Օրտոդոնտիայի եւ պերիոդոնտոլոգիայի հարաբերությունը որն է, մրցակցություն թե համագործակցություն։ Միանշանակ երկրորդ։ Բրեկետներով պացիենտի ամենամեծ թշնամին ով է։ Միանշանակ ատամնափառ։ Շնորհակալություն։